4 տարեկան Արմինեն Արմանչիկին մեծի պես է հոգ տանում, եղբայրն արդեն լավ է, ձմեռ պապին են դիմավորելու։ Ապերը հիվանդ է, բայց մի քիչ հիվանդ է, բայց լավացել է։ Չպայուկ-պայուկի շորնակ է հանդեսում։ Մամայիս առած մասկեն։ Լավ ես։ Հա։ Արյան տարբեր հիվանդություններով ավելի քան 1000 երեխա է բուժվում արյունաբանության կենտրոնում։ Նրանց բուժում է ոչ միայն դեղորայքը, այլև ուշադրությունը։ Այս ուրախալի նվերների հետ մեր դեղորայքի ազդեցությունը ավելի բարենպաստ է լինելու։ Չարորայք հիվանդությունը լեյկեմիան 250 երեխայի է ախտահարել, 233-ի բուժման ծախսը հոգում է Նվիրիր կյանքի հիմնադրամը։ Անգամ դեպքեր էին լինում, որ բնակարան էին վաճառում երեխային բուժելու համար եւ միևնույնն է չէր հերիքում այդ փողը։ Մեր նպատակը նա է, որ մեր երեխաները հասկանան, որ իրանք մենակ չեն։ Այս երեխաների 80%-ը ապաքինվում է, պարզապես մեծ ծախսերի գնով, բարերարների անհրաժեշտություն միշտ կա։ Լևոն Նիկիթյանը հայտնում է Նվիրիր կյանքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանի շատ կարևոր մի նախաձեռնության մասին։ Ես գիտեմ, որ Տիկին Ռիտան արդեն պայմանավորվածություն ունի, որ այն կլինիկան, որտեղ այդ պերիսատկան անում են, մենք կունենանք երևի մի 2 տարի հետո։ Ողնուղեղի փոխպատվաստման կլինիկա մեր տարածաշրջանում միայն Իրանում կա։ Եթե Հայաստանում բացվի երկրորդը, ոչ միայն մեր երեխաները ստիպված չեն լինի այլ երկիր մեկնել, այլև օտարերկրացիներն այստեղ բուժվելու կգան։ Այդ դեպքում մեր երեխաների բուժումը շատ ավելի էժան կլինի, որտեղ դրսի հիվանդների հաշվին այդ գումարը կլրանա։ Երեխաների չարորայք հիվանդությունների բուժումը պետության գերակա ուղղություններից է և պետբյուջեից մասամբ ֆինանսավորվում է, բայց հիմնադրամների օժանդակության կարիքը միշտ կա։ Հիմնադրամը լիարժեք ապահովում է այդ մնացած մասը եւ որևէ երեխա չի մնում առանց բժշկական ծառայությունների։ Նվիրիր կյանքը գունավորում է իր հովանավորյալների նոր տարին արյունաբանության, ուռուցքաբանության կենտրոններում ու Մուրացան մանկական հիվանդանոցում, որտեղ բուժվում են երեխաները։ Այսօր նվերների հրավառություն է։ Հիմնադրամի ներկայացուցիչը կեսկատակ ասում է, եթե նախկինում միայն փափուկ խաղալիքի հնարավորություն ունեին, այսօր տոպրակները հաճելիորեն մեծացել են։ Հիմնադրամի գործունեությունը աստիճանաբար թափ է հավաքում։ Մենք կարողացել ենք բուժման արդյունքները բարելավել, խիստ կրճատել մահացությունը, բարդությունները եւ ես ցանկանում եմ, որ 2014 թվականին բոլոր երեխաները լինեն առողջ։ Հիմնադրամը կյանք է նվիրում արդեն 5 տարի։ Աննա Բալյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։